Լեռնային Ղարաբաղի նախագահ Շահրամանյանը հայտարարեց, որ օրերս ստորագրել է մեկ այլ փաստաթուղթ, որով հերքել է նախորդ ստորագրած փաստաթուղթը, այն է Լեռնային Ղարաբաղի լուծարումը։ Եվ նաև պարբերաբար վերջին շրջանում սկսել են ակտիվ խոսել, որ Շահրամանյանի պաշտոնավարման տարիները արդեն լրանում է եւ պետք է նոր նախագահ, որպեսզի այդ ինստիտուտները պահպանվեն։ Ինչ ինստիտուտների մասին է խոսքը եւ ինչ նոր հրամանագրի մասին է խոսքը եւ այս քայլերը ինչպես կմեկնաբանեք։ Երբ որ ես առաջին անգամ լսեցի, կարդացի, նման գլխագիր, իբր Շահրամանյանը նման բան է ասել, որ ես այլ փաստաթուղթ, ես մտածեցի դա fake լուր է, բայց քանի որ ես զտում եմ իմ լրահոսը եւ fake լուրեր գոնե, սունկ կայքերով կամ լայք հավաք կայքեր չեն կարող լինել, մտա եւ տեսնում եմ այդ ինչ է, ու իմ աչքին չհավատացի։ Գիտեք ինչ է, ոնց որ մի հատ մանրապատում մուլտֆիլմ էր, ոնց որ ասում է հետ եկեք կատակ էր անում, լրիվ հիմա Շահրամանյանինն է։ Եկել ասում է չէ, կատակ էի անում, այդպես չի լինում։ Տեսեք, պաշտոնյա լինելը նաև պատասխանատվություն է, էլի։ Դու արել ես այնպիսի քայլ եւ հիմա ես իրան հոգեբանորեն հասկանում եմ։ Ինքը այնպիսի քայլի է գնացել, միգուցե նաև ստիպված։ Ի վերջո իր անուն ազգանունով է ստորագրվել Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը եւ լախում ի վերջո եւ ես հասկանում եմ իրեն, որ ինքը փորձում է արդարացնող բաներ իր համար գտնել, բայց սա լավագույն տարբերակը չէ։ Պետք է կանգնել, պարոն Շահրամանյան, ասել, որ ինչու չկարողացաք չգնալ Եվլախ, այլ օրինակ գնալ Սոֆիա, ինչու չգնացիք Սոֆիա, այլ գնացիք Եվլախ։ Սրա մասին եթե ինքը արդարացիորեն պատմի, ատելության հոսքը իր հանդեպ կմեղմանա, ես երաշխավորում եմ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ինստիտուտները պահելու իշխանություն ձևավորելու ներողություն, բայց Հայաստանում ոչ մի սեպարատիստական դրսևորում չի կարող լինել։ Մենք պետության մեջ պետություն ունենալ թույլ չենք տա ոչ մի ուրեմն միավորի, ոչ մի էթնիկ խմբի։